Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, եթե այն հիմնված լինի Ալյասկայում երկու նախագահների գագաթնաժողովի արդյունքների վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Լավրովի խոսքով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Անկորիջի փոխհմբռնումների շրջանակում, իսկ իր հետագա հեռախոսազրույցը պետքարտուղարի հետ գործնական եւ օգտակար էր։ ԱՄՆ պետքարտուղարն էլ է անդրադարձել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը, ասել կողմերը համաձայնել են, որ երկու նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է լինի հստակ արդյունք, դրական ելքի իրական հնարավորություն։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը ավարտվի, բայց չենք կարող շարունակել հանդիպում անցկացնել հանուն հանդիպման, ասել է Ռուբիոն։ Ուկրաինական կողմը պետք է իմանա, որ վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել, բայց արդեն շատ ավելի վատ դիրքերից։ Այն օրեցօր կվատանա, ասել է Կրեմլի խոսնակը անդրադառնալով բանակցությունների դադարեցման մասին Կիևի հայտարարությանը։ Թուրքիան դադարեցրել է Սի-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները 2 օր առաջ Վրաստանի տարածքում նույն մակնիշի ինքնաթիռի կործանումից հետո, ինչի հետևանքով զոհվել է 20 թուրք զինվորական։